Ողջույն, այսօր միասին պատրաստելու ենք լեչո։ Լեչոյի համար մեզ հարկավոր է լավ հասած լոլիկներ։ Հոսող ջրի տակ լվանում ենք լոլիկները։ Լոլիկները մանրացնում ենք այնքան, որպեսզի կարողանանք անցկացնենք մսաղացով։ Մանրացնելու ընթացքում հեռացնում ենք կոթերը։ Լոլիկներն անցկացնում ենք մսաղացով։ Աղալու պրոցեսը ավարտեցինք։ Գազօջախը միացնում ենք միջին կրակի վրա և թողնում ենք, որ եռա։ Եռալու ընթացքում մի քանի անգամ խառնում ենք, որպեսզի չկպնի տակը։ Եռալու ընթացքում կծու պղպեղները մեջտեղից բացում ենք, մի փոքր, մինչև վերջ չենք կտրում։ Այսպես գցելու ենք եռացող լոլիկների մեջ, բայց վերջում հանելու ենք, չենք թողնելու մեջը։ Մեզ պետք է ընդամենը, որ կծվությունը փոխանցի ընդհանուր հյութին։ Հերթով զգուշությամբ ավելացնում ենք կծու բիբարները և այլ ընթացքում կծվությունը տարածվելու է ամբողջ զանգվածի մեջ, վերջում հանելու ենք։ Ընթացքում մինչև լոլիկները եռում են, մենք լվացած մաքուր պղպեղները, մեզ ոնց հարմար է, կտրտում ենք, որ վերջում ավելացնենք լոլիկներին։ Մաքրեմ այս ծայրի հատվածը։ Կարող եք կտրատել ինչպես ձեզ հարմար է։ Ասեմ, որ պղպեղները ավելացնելու ենք անջատելուց 5-ից 7 րոպե առաջ։ Պետք չէ պղպեղները երկար եփվեն, որտեղ կլղկվեն։ Ահա վերջացրեցինք պղպեղները, դնենք մի կողմ, անցնենք մաղադանոսին։ Մաղադանոսը լվանալուց մաքրելուց հետո այսպես կապ ենք անում, սովորական բամբակե թելով կապում ենք, որպեսզի չքանդվի։ Ահա։ Եվ եռալու ընթացքում գցում ենք կաթսայի մեջ։ Մաղադանոսը իր ամբողջ համն ու հոտը տարածի լեչոյին և վերջում կհանենք այն։ Եվս մեկ անգամ խառնեմ։ Ավելացնում ենք աղ ըստ ճաշակի։ Եվ նույն քանակության շաքարավազ, ինչքան որ աղն ենք ավելացրել։ Աղն ու շաքարավազը ավելացնում ենք անջատելուց 20 րոպե առաջ։ Մաղադանոսն ու կծու պղպեղները հեռացնելուց հետո ավելացնում ենք քաղցր կտրատած պղպեղները։ Մեր լեչոն արդեն պատրաստ է։ Ահա, շատ լավ է ստացվել, հիմա կտեսնենք։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր լեչոն, շատ լավ է ստացվել։ Սկսենք պահածոյացնել։ Ես պահածոյացնում եմ 1 լիտրանոց վանկաների մեջ։ Ձեզ ոնց հարմար է, այդպես կարող եք անել։ Ահա և վերջ, պատրաստեք և համտեսեք։